Մայրիմ, Մարգարիտ, ամենաչքնաղ, ամենասիրուն, այնքան կարոտ կա սրտումս ամբարված և այնքան հուզում, հրաբունի ես եղել ինձ համար, հրաբոր փարոս, գիտեմ, հեռվում ես, տարածությունը մեզ չի բաժանում, ամեն պահի մեջ ինձ հույս ես տալիս, հրոպեների սակն անցնում է լռին, ես քեզ եմ կգվում, իմ ուսուցչուհի, մայրիմ իմաստուն, դու մեծ հայոյի, տրտմությունը իմ քո լույս շնչով է միայն փարատվում։ Մարգարիտ Յուրեջյանի կյանքն ու գործունեությունը հիմնված էին մարդկանց հանդեպ սիրո, կարեկցանքի և ծառայության գաղափարների վրա։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր հնարավորություններից, կարող է որակական փոփոխություն բերել մեկ ուրիշի կյանքում։ Այս արժեքները նա կիսում էր իր ընտանիքի հետ։ Ամուսնու Հովհաննես Յուրեջյանի և երեխաների հետ միասին նա ձևավորեց մի միջավայր, որտեղ առաջնային էին հոգատարությունը, բարությունը և համայնքին ծառայելը։ Այդ արժեքները փոխանցվեցին նաև հաջորդ սերնդին, դառնալով Յուրեջյան ընտանիքի կարևոր ժառանգությունը։ Մարգարիտ Յուրեջյանի համոզմամբ բարեգործությունը պարզապես օգնություն ցուցաբերելը չէ, այն պատասխանատվություն է նկատելու կարիքի մեջ գտնվող մարդուն և օգնության ձեռք մեկնելու նրան ճիշտ պահին։ Նրա թողած ամենամեծ ժառանգություններից մեկը մարդկանց հանդեպ անսահման սերն էր և այն հավատը, որ բարությունը կարող է փոխել կյանքեր։